Ես այստեղ եմ մի քանի կարգավիճակներով, այսպես ասեմ, առաջինը որպես մուլտիվելնես ակումբի հաճախորդ, ով ինչպես մի շարք այլ հաճախորդներ այս օրերին զրկված են ակումբ հաճախելուց եւ մասնակցելուց բնականon իրենց պարապմունքներին, այստեղ եմ նաեւ որպես քաղաքացի, ով մտահոգ է եւ ում համար կարևոր է արդարությունը եւ այն գերակա բնույթ է կրում եւ այստեղ եմ նաեւ որպես ուղղակի աջակից պարոն Ծառուկյանի եւ նրա ընտանիքին իմ աջակցությունն եմ հայտնում, որովհետեւ ունեմ իմ հստակ կարծիքն ու դիրքորոշումը կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Շատ համացանցում Դե ինձ թվում է դա ակնհայտ է, որ այս բոլոր դեպքերը հաջորդեցին պարոն Ծառուկյանի քաղաքական պայքարի մեջ մտնելու եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ սկսած եւ որոնք շարունակվեցին հետ ընտրական գործողություններով եւ մի շարք հայտարարություններով, կարելի ասել, որ սրանք սպասելի գործողություններ էին, սակայն այդ ամենից տուժում է նաեւ շարքային քաղաքացին, տուժում են աշխատակիցները, ովքեր ունեն հացի խնդիր, ովքեր այս պահին պարապուրդի են մատնված եւ չգիտեն իրենց հետագա անելիքները։ Ներողություն, դուք փաթեթով եք այստեղ հասվելու եւ իշխան ժամանակով եւ փաստորեն տուժում եք, հա, այս դեպքում ձեր իրավունքները։ Այո, իհարկե։ Իշխան եք կորցրել եւ այսօրեն հնարավորություն օգտվելու հստակ գումարի մասին չեմ ուզում խոսել, տարեկան փաթեթներով եւ տարեկան փաթեթը, կարծում եմ, որ սա երկար չի շարունակվի, հույս ունեմ, որ կբացվի ակումբը եւ մարզումները նորից կսկսենք շարունակվեն։ Եվ միջազգային վարկանիշի տեսանկյունից Հայաստանում փաստացի բիզնեսներ են փակվում։ Սա ներդրումների մասին խոսող իշխանության համար այդ համատեքստում որքանով է ձեռնտու, իրենք շարունակ խոսում են ներդրումների մասին, բայց տեսնում ենք այստեղ սեփականության իրավունքը փաստացի անձեռնունի չէ։ Ներդրումների մասին խոսվում են, բայց միգուցե այստեղ միտում կա ներդրումների ուղղվածությունը թեքելու, միգուցե հայկական ներդրողները, ռուսամետ ներդրողները իրենց լեզվով ասեմ, բելառուսական, ռուսական այդ մարդկանց ներդրումները միգուցե պետության համար այդքան էլ նախընտրելի եւ ընտրելի չեն, միգուցե ներդրումների ուղղվածությունը վեկտորը այսօր փորձում են փոխել այլ ուղղություն, դրա համար չունեն նման մտահոգություն, որ բիզնեսները փակվում են։ Եվ մի բան էլ ուզում ասեմ, օգտվելով առիթից եւ ձեր տրամադրած հարթակից, ես հույս ունեի, որ այս հարթակը պետք է ավելի լինի եւ կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը նույնպես այստեղ ասելիք ունի, զուտ հայտարարության տեսքով հանդես գալը կարծում եմ, որ ոչինչ է, որովհետեւ նրանք պետք է հասկանան, որ այս բռնաճնշումները կարող են վերաբերվել հետագայում նաև իրենց եւ կարծում եմ, որ մի տեսանյութով հնարավոր չի ջնջել մարդու տարիների ընթացքում ստեղծած վարկանիշը։ Հիմա որ փողոցային պայքար լինի, դու ձեզ չգիտեմ, հարազատները պատրաստ եք։ Միանշանակ, առանց մտածելու։